Ողջույն բոլորին, սա մեր ընդհանուր ինդիկատորների մասին երկրորդ վիդեոն է, որտեղ կշարունակեմ մանրամասն ցույց տալ մեր ինդիկատորները։ Ընտրեմ մեր պատրաստի սեթափներից մեկը, in-յան սեթափը, ունեմ նաև առանձին վիդեո հենց in-յան սեթափի վերաբերյալ, սակայն մեզ հիմա հարկավոր են կոնկրետ ինդիկատորների մասին տեղեկություն, ծանոթացում ինդիկատորների հետ, ուրեմն ձեր համար կարող է անծանոթ լինել այս ամենը, ինչ է bid-ask ինդիկատորը, spot total, մտնենք իր կարգավորումները և ավելի մանրամասն ծանոթանանք այս ինդիկատորին, bid դա գնումն է, ask դա վաճառքն է, մենք վերցնում ենք լիմիտային օրդերները 1.5, 3, 5, 8, 15, 30% խորությամբ և գնման լիմիտային օրդերները նորից 1.5, 3, 5, 8, 15 և 30% տարբերությամբ։ Այստեղ կան նաև դիֆերենցիալներ, որոնց ձեզ կծանոթացնեմ մի փոքր ավելի ուշ, հիմա կենտրոնանանք կոնկրետ հենց բիդերի և ասքերի վրա, ինչպես են նրանք աշխատում։ Ուրեմն, այստեղ մենք ընտրել ենք bid 1.5 և ask 8 ինդիկատորները, ինչը նշանակում է, որ մենք դիտարկում ենք 1.5% խորությամբ գտնվող բոլոր լիմիտային գնման օրդերները և 8% խորությամբ գտնվող բոլոր լիմիտային վաճառքի օրդերները, ինչը սա մեզ տալիս։ Ներքևի ինդիկատորը դա նույնն է, ուղղակի հակառակ տեսքով, վերևի ինդիկատորով մենք տեսնելու ենք long գործարքները, ներքևի ինդիկատորներով մենք տեսնելու ենք short գործարքները։ Ուրեմն, այս ինդիկատորը ավելի շատ նախատեսված է միջնաժամկետ թրեյդինգի համար, շաբաթվա ընթացքում կարելի է ասել, մի քանի օրերի համար նախատեսված ինդիկատոր է, որպեսզի դուք բացեք օրինակ հոկտեմբերի 23-ին ձեր long գործարքը և փակեք ձեր long գործարքը հոկտեմբերի 24-ին կամ հոկտեմբերի 25-ին, մի քանի օր պահեք ձեր գործարքը, այս ինդիկատորը նախատեսված է նմանատիպ թրեյդինգի համար։ Երբ 1.5%-անոց գնման լիմիտային օրդերները, այս կանաչ գիծը, գերազանցում է 8%-անոց վաճառքի լիմիտային օրդերներին, դա այն պահն է, երբ հարկավոր է բացել ֆյուչերսային long գործարքներ կամ կատարել սպոտային գնումներ։ Ինչպես է սա աշխատում։ 1.5% խորությամբ դա նշանակում է, ենթադրենք, Ethereum-ը արժի $4000, 1.5% խորությունը դա $3940-ն է, $4000-ից մինչև $3940 գնման լիմիտային օրդերները, ենթադրենք այդ պահին $768 միլիոն արժեն։ Ես տվյալը նայում եմ այստեղից։ Սակայն Ethereum գինը ճշգրիտ չեմ ասում, այլ ասում եմ այնպիսի թիվ, որով որ հնարավոր է հեշտ կատարել հաշվարկը։ $4000-ից մինչև $3940 հատվածում դրված է 768 միլիոն գումար, որպեսզի կատարեն գնում USDT, այդքան USDT դրված է գնման համար, իսկ 8% խորությամբ, այսինքն 8% այդ գնից բարձր, որը կազմում է 4320, այդ հատվածում դրված է վաճառքի ընդամենը $479 միլիոն համարժեք Ethereum, ինչը նշանակում է, որ այդ հատվածում մի քանի անգամ առավել ուժեղ են գնորդները, քան վաճառողները,
Մեզ հարկավոր է, որպեսզի նմանատիպ ժամանակահատվածում տարբերությունը գնորդների և վաճառողների լինի մի քանի անգամ։ Այստեղ գումարային առումով կարելի է ասել, որ 2 անգամ գերակշռում են գնորդները և մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ գնորդները ավելի խիտ են, ավելի փոքր գնային հատվածում են կուտակված, քան վաճառողները, և գնորդները իրականացնելով իրենց գնումները կարող են շատ արագ կերպով բարձրացնել գինը։ Ինչն էլ որ մենք տեսնում ենք, Ethereum-ը $3710 գնից բարձրացել է մինչև $4022, ինչը կազմում է 8.44%։ Մենք դիտարկում ենք 8%-անոց լիմիտային վաճառքի օրդերները, և երբ 1.5%-անոց գնման օրդերները համարյա 2 անգամ գերազանցեցին վաճառքի 8%-անոց լիմիտային օրդերներին, մենք տեսնում ենք հենց 8%-անոց աճ։ Այս աճը կարող է լինել թե նաև 6%, թե 5%, թե լինել 12, 15, 20%։ Թիվը պարտադիր չէ, որպեսզի լինի հենց 8% կամ մեկ այլ թիվ։ Չկա հստակ թիվ, սակայն մի բան հստակ է, որ տեղի է ունենալու աճ։ Այստեղ ձեզ ցույց տամ ևս մեկ կարևոր փաստ։ Մենք տեսնում ենք, որ աճից հետո, երբ արդեն սկսվել է աճը, մի փոքր Ethereum-ի կորեկցիայի ժամանակ այս հատվածում նորից սկսել են գերակշռել 1.5% խորությամբ լիմիտային գնման օրդերները 8% խորությամբ վաճառքի լիմիտային օրդերների նկատմամբ, ինչը նշանակում է, որ գնորդները չեն ցանկանում, որպեսզի Ethereum-ի գինը ավելի շատ իջնի, նրանք ցանկանում են, որպեսզի գինը բարձրանա, և իրականացնելով իրենց գնումները այս հատվածից բարձրացնում են Ethereum-ի գինը նորից 3.8%-ով, եթե հաշվենք մինչև պիկը 5%։ Սա նույնպես կարևոր փաստ է, եթե դուք օրինակ բաց թողեք այս գնային հատվածը և այստեղ չկատարեք գնումներ կամ չբացեք լոնգ գործարքներ, երբ կտեսնեք նմանատիպ իրավիճակ, դա կնշանակի, որ շատ լավ ժամանակ է բացել լոնգ գործարքներ, սակայն այստեղ դուք պետք է ավելի քիչ ռիսկայնությամբ գործարք բացեք, քան այստեղ, քանի որ այստեղ գումարների տարբերությունը կրկնակի չէ։ Եվ ներքևի ինդիկատորը, որը որ մեզ ցույց է տալիս շորտ գործարքներ, հիմա անդրադառնանք շորթերին, ինչպես օգտվել շորթերից։ Նաև ասեմ, որ երբ ինդիկատորները որոշակի ժամանակ ցույց չեն տալիս ցուցանիշ, դա ընդհանուր մեր պլատֆորմայի թարմացման արդյունքն է։ Ահա այստեղ ընդգծեմ այս հատվածները։ Այստեղ իրավիճակը հակառակն է, 1.5% վաճառքի լիմիտային օրդերներ և 8% գնման լիմիտային օրդերներ։ Դուք կարող եք միանգամից տեսնել, որ վաճառքի լիմիտային օրդերները չեն գերազանցում, այլ ուղղակի հավասարվում են գնման լիմիտային օրդերներին, թե այստեղ։
թե այստեղ մի փոքր անգամ դեռ մնում է տարբերություն, սակայն նշեմ, որ նմանատիպ իրավիճակները նորմա են և հարկավոր է նորմալ ընդունել այդ իրավիճակը, բացել շորտ գործարք, նույնը կարող է լինել նաև լոնգի դեպքում, տեսեք այստեղ, մենք տեսնում ենք, որ այս կետից հետո գրանցվել է շատ կտրուկ աճ, սակայն ինդիկատորները ուղղակի հավասարվել են իրար, ցուցանիշները, անգամ եղել է որոշակի տարբերություն, սակայն դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում գնորդը շատ ու շատ ավելի ուժեղ է և նրան հարկավոր չէ, որպեսզի գերազանցի վաճառողին։ Մենք պետք է հիշենք, որ սա 1,5% է, իսկ սա 8%։ Այսինքն, այսպես թե այնպես գոյություն ունի արդեն առավելություն 1,5%-ը, եթե 8-ը բաժանենք 1,5-ի, ստացվում է համարյա 5 անգամ առավելություն։ Հիշելով այդ մասին, պարտադիր չէ, որպեսզի գրանցվի մի քանի անգամ ավել ցուցանիշ, դա կարող ենք մենք հասկանալ մեր մյուս ինդիկատորների միջոցով, օրինակ այստեղ մեզ կարող է օգնել funding ինդիկատորը, հենց հիմա միացնեմ funding ինդիկատոր, որպեսզի դուք հասկանաք, ինչի մասին է խոսքը, մենք տեսնում ենք, որ այստեղ շորտերի քանակը եղել է բավականին մեծ այս ընդհանուր հատվածում, ընդհանուր 25%-ը շուկայի բոլոր ֆյուչերսային զույգերի եղել է շորտ գործարքներ ավելի շատ, ավելի ագրեսիվ շորտեր են եղել և համեմատաբար նորմայի մեջ գտնվող շորտեր ընդհանուր 50% չափով, իսկ այս հատվածում մենք տեսնում ենք, որ շուկան շատ կտրուկ բացել է ահավոր մեծ քանակությամբ շորտ գործարքներ, ցուցանիշը դիտեք այստեղից, 40% ագրեսիվ շորտեր և 41% համեմատաբար նորմային մոտ գտնվող շորտեր։ Համադրելով funding ինդիկատորը և bid-ask spot total ինդիկատորը, մենք տեսնում ենք, որ կարող ենք ստանալ իդեալական մուտքի կետեր։ Այստեղ նույնպես bid-ask ինդիկատորները մոտեցել են իրար, 1,5% գնման լիմիտային օրդերները համարյա թե հասել են 8% վաճառքի լիմիտային օրդերների, որից հետո տեղի ունեցել շատ կտրուկ աճ և շատ կտրուկ անկում մարդկանց շորտ ֆյուչերսային գործարքներում, 40%-ից հասել է մինչև 2%, ագրեսիվ շորտերը 40%-ից կրճատվել են մինչև 2%, այնուհետև լոնգ գործարքները հասել են 6%-ի, որից հետո շուկան սկսել է անկում ունենալ։ Եվ նորից այստեղ շուկան սկսել է ագրեսիվ շորտ գործարքներ բացել շատ մեծ քանակությամբ, այստեղ bid-ask ինդիկատորը ցույց է տրվել գնման ազդանշան, և շուկան աճել է։ Կոնկրետ Էթերիումը աճել է 7,35%։ Նմանատիպ համադրումները մեզ տալիս են
շատ լավ մուտքի կետ էր long գործարքների համար։ Անդրադառնալով short գործարքներին, մենք տեսնում ենք, որ այստեղ շատացել են long գործարքներ բացող մարդիկ այս հատվածում, որից հետո մի փոքր անկում է տեղի ունեցել, Ethereum-ը կոնկրետ գրանցել է եւս մեկ մաքսիմում, սակայն համոզված եմ, որ altcoin-ների մեծ մասը չի գրանցել նման մաքսիմում, չեն թարմացրել նույն օրվա մաքսիմալ գինը, որից հետո արդեն տեսնում ենք կտրուկ անկումը։ Այստեղ ընդգծեմ այս հատվածը։ Լոնգերը կազմել են ընդհանուր շուկայի 3%-ը։ Բոլոր ֆյուչերսային զույգերի 3%-ը շատ ագրեսիվ լոնգ գործարքներ են եղել, իսկ ագրեսիվ շորտ գործարքները եղել են ընդամենը 5%, սակայն այստեղ ստանդարտը եղել է 34%, այսինքն բոլոր ֆյուչերսային կոինների 34%-ը գտնվել է բալանսում և 52%-ը գտնվել է մի փոքր ավելի շորտ հատվածում, ավելի շատ շորտ գործարքներ են բացել, չնչին տարբերությունը։ Համադրելով մեր funding ինդիկատորը, bid-ask ինդիկատորները, մենք ստանում ենք հիանալի շորթի և լոնգի կետեր։ Այստեղ նույնպես մենք տեսնում ենք, որ լիմիտային 1.5%-անոց վաճառքի օրդերները հավասարվել են 8%-անոց գնման լիմիտային օրդերներին, ինչի արդյունքում սկսվել է կորեկցիա, որը տոկոսային առումով եղել է 14%։ Ունենք նաև այլ ինդիկատորներ, որոնք ավելի մանրամասն ցույց կտան այդ մուտքի կետերը, սակայն նշեմ, որքան ավելի մանրամասն է ցույց տալիս տվյալ ինդիկատորը, այնքան կարող է բարձր լինել շեղումը։ Հարկավոր է օգտագործել քիչ ռիսկայնության համար միայն երկարաժամկետ և միջնաժամկետ ինդիկատորների ազդանշանները, դրանք ավելի լավ են աշխատում և շեղումները ավելի քիչ են։ Ձեզ ցույց տամ մեր սեթափներից մյուսը, 8:30-ը, այստեղ կա տարբերություն, օգտագործում ենք bid-ask spot total 8% գնման լիմիտային օրդեր և 30% վաճառքի լիմիտային օրդեր, սակայն երկրորդ ինդիկատորը դա ֆյուչերսային շուկային է վերաբերվում, թե ինչ իրավիճակ է գնման և վաճառքի լիմիտային օրդերները ֆյուչերսային շուկայում։ Այստեղ մենք տեսնում ենք, որ բավականին երկար ժամանակ ֆյուչերսային շուկայում ավելի շատ գերազանցում է 8% գնման լիմիտային օրդերները, իսկ սպոտային շուկայում նմանատիպ իրավիճակ ստեղծվել է ամսի 17-ին, նույն ժամանակահատվածում, որ մենք դիտարկում էինք AVG ինդիկատորը ուսումնասիրելուց նախորդ վիդեոյում, և մենք տեսնում ենք, որ այս ժամանակահատվածում 8%-անոց գնման լիմիտային օրդերները գերազանցել են 30%-անոց վաճառքի լիմիտային օրդերներին։ Հատվածը սա է, այս ժամանակահատվածը շատ լավ ժամանակ էր բացել լոնգ գործարքներ կամ կատարել սպոտային գնումներ։
Երկու վիդեո առաջ ես խոսել էի սրա մասին, ամսի 16-ի երեկոյան ես տեղադրել էի այդ վիդեոն, որտեղ որ նշել էի, որ հարկավոր է սպասել Ethereum-ին 3700-3600 հատվածում և կատարել գնումներ, իսկ Bitcoin-ին սպասել $104,000 հատվածում։ Հենց այդ հատվածներից, այդ գնային զոնայից սկսվեց աճը։ Ինդիկատորը ցույց տվեց իր ազդանշանը և սկսվեց աճը։ Այստեղ ամսի 23-ին համարյա նորից եղել է ազդանշան, ցուցանիշները համարյա հասել են իրար, սակայն հատումը տեղի չի ունեցել, բայց տեսնում ենք, որ աճը տեղի է ունեցել։ Նմանատիպ իրավիճակները վերլուծելու համար հարկավոր է օգտվել լրացուցիչ ինդիկատորներից, որպեսզի հասկանալ շուկան որ կողմ է նախատեսում իր շարժը։ Եկեք մեկ րոպեով ես ձեզ ցույց տամ։ Փոքր ժամանակահատված ընտրելուց մենք կարող ենք տեսնել, որ երբ շուկան այդ պահին ունենում է կտրուկ անկում, փոքր ժամանակահատվածում այդ հատումը տեղի ունենում 8%-անոց գնման լիմիտային օրդերները գերազանցում են 30% վաճառքի լիմիտային օրդերներին, սակայն այս իրավիճակը վտանգավոր է նրանով, որ անկումը կարող է շարունակվել և այս տարբերությունը նույնպես կարող է շարունակվել։ Դրա համար ես ձեզ խորհուրդ եմ տալիս օգտվել ավելի շատ երկարաժամկետ ինդիկատորներից և ընտրել ավելի մեծ time frame, սակայն եկեք դիտարկենք հենց այս իրավիճակը, մինիմալ գինը կազմել է $3710, դիտարկենք հենց հատման կետից, հատման մոմը սա է, ենթադրենք դուք տեսնելով հատումը բացում եք long գործարքները։ Սա նախորդ մինիմալ կետն էր ամսի 17-ին, մուտքի կետը 3730, մենք կարող ենք բացել այդ long գործարքը և տեղադրել մեր stop loss-ը նախորդ մինիմալ կետում, որը եղել է 3675, այդ տարբերությունը կազմում է 1,7%, այդ գործարքը ունի ավելի մեծ ռիսկ, սակայն այն կարելի է օգտագործել, ունենալով 1,7% stop loss-ի ռիսկ։ Համարում են նմանատիպ գործարքները մի փոքր ավելի ռիսկային, բայց նաև ավելի եկամտաբեր։ Երբ գրանցվում է շուկայի մինիմալ գները և սկսվում է աճը, աճի ընթացքում կորեկցիաների ժամանակ, որպեսզի կարողանաք բացել long գործարքներ, հարկավոր է օգտվել փոքր time frame-ից 1 րոպե, 5 րոպե և օգտվել այդ փոքր time frame-ում գրանցված ազդանշաններից, որպեսզի կարողանաք բացել long գործարքներ և ստանալ եկամուտ։ Նմանատիպ գործարքները ավելի շատ կարճաժամկետ են, 1, 2, 3 օր, մոտավոր այդքան կարող է տևել նմանատիպ գործարքները, որից հետո հարկավոր է փակել արդեն այդ գործարքները։ Այսօրվա համար այսքանը, սա մեր ինդիկատորների մասին երկրորդ մեծ վիդեոն էր, կլինի նաև մյուս մասը երրորդ վիդեոն,
որտեղ կանդրադառնանք մեր մնացած սեթափների։ Մենք դեռևս ունենք շատ սեթափներ, պատրաստի գործիքներ, որոնց միջոցով դուք կարող եք առանց մանրամասն տիրապետելու մեր ինդիկատորների աշխատանքի համակարգին, ուղղակի տեսնելով ինդիկատորների ցուցանիշը, տեսնելով ինդիկատորների հատումը, արդեն բացել շորտ կամ լոնգ գործարքներ և վաստակել գումար, ունենալ եկամուտ։ Այսօրվա համար այսքանը, բոլորիդ մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր և մեծ եկամուտներ։